Բարև ձեզ, հիմնական հարցը, որի շուրջ այսօր կխոսենք, վերաբերվի նրան, թե նախ ինչու է քաղաքականությունը կապված մշակույթի հետ, ինչու է շատ կարևոր նաև խոսել քաղաքականության մասին մշակութային համատեքստում։ Ինչպես է, որ մշակույթը առանցքային, այսպես ասած, պայմանավորող դերակատարություն ունի քաղաքականության համար եւ ընդհանրապես քաղաքականության բնույթի, դրա որակների, դրա բովանդակության եւ դրա ընդհանրապես գործառույթի որոշակիացման գործում։ Որպեսզի խոսենք այս կապերի եւ փոխկապվածության մասին, կհիշեցնեմ մեր նախորդ հանդիպումների ընթացքում, նախորդ բանախոսությունների ընթացքում մշակույթին մասին ունեցած մոտեցումներ, մասնավորապես ճիշտ կլինի, որ հիմա մի փորձենք էլի վերհիշել եւ մշակույթի ձևակերպումներից մեկը։ Խոսքը վերաբերվում է նրան, որ եթե հիշում եք, մենք մշակույթը ձևակերպեցինք որպես հոգևոր, նյութական, սոցիալական արժեքների ամբողջություն, որը ձևավորվում է վեր կենսաբանական գործունեության միջոցով։ Այսինքն մշակույթը այստեղ մի կողմից դիտարկվում է որպես արժեքների ամբողջություն, մյուս կողմից դիտարկվում է որպես վեր կենսաբանական գործունեության եղանակ։ Ինչ են արժեքները եւ ինչու արժեքների, դա կապվում է մշակույթի կարևոր գործառույթներից մեկի հետ, որի մասին մենք խոսել ենք մեր մշակույթին վերաբերող բանախոսություններում։ Խոսքը վերաբերում է նրան, որ մշակույթի գլխավոր գործառույթներից, հիմնական գործառույթներից մեկը դա վերարտադրական գործառույթն է կամ վերարտադրողական, այսինքն մշակույթի միջոցով մենք կարողանում ենք վերարտադրել ինքներս մեզ։ Եվ մենք տարբերվում ենք մեր վերարտադրողական գործընթացներով կենդանիներից հենց մշակույթի շնորհիվ, այսինքն ինչա դա նշանակում, դա նշանակում է, որ մենք մեր վերարտադրողական գործընթացներին, ինչպես կենսաբանական, ֆիզիկական բնույթի, այնպես էլ արդեն ինքնությանը վերաբերող, մենք այդ կենսաբանական գործունեության վերարտադրության տալիս ենք իմաստներ։ Եվ այդ իմաստների շնորհիվ ձևավորվում է նաև մեր ինքնությունը եւ ելի մշակույթը նաև այդ ինքնության վերարտադրության խնդրով է զբաղված եւ եթե հիշում եք այդ իմաստները մշակույթի ձևավորման վաղ շրջանում եւ մինչ մոդեռն մենք երեք հիմնական փուլ էինք առանձնացնել մինչ արդիական փուլը մշակույթի, որտեղ տիպը բավական տարբեր է, արդիական շրջանը եւ հետարդիականը եւ եթե հիշում ենք այդ արդիական շրջանում բոլոր այդ իմաստները, իսկ ինչն է իմաստը, իմաստը դա եթե պարզասենք այդ ինչն է ճիշտ, ինչը սխալ, այսինքն ինչպես դու գործես, որ չվերանաս որպես անհատ եւ չվերանաս որպես տեսակ, հա հանրույթ եւ բնականաբար ինքնություն, հա։ Հիշում ենք, որ մինչ արդիության շրջանում բոլոր այդ ճշմարիտ իմաստները ունեին աստվածային ծագում, այսինքն դրանք ծնվում էին երկնքում եւ փոխանցվում էին մարդկանց, այսպես ասած, աստվածների միջոցով եւ մարդկանց մեջ կային հատուկ այդպես շնորհ ունեցողներ, որոնք որ այդ կապը իրականացնում էին եւ այդ ճշմարտությունը ստանում փոխանցում էին մարդկանց։ Ինչի է այս ամենը կարեւոր, որովհետեւ հենց մշակույթի եւ քաղաքականության կապը ունի գործառութային բնույթ։ Դրա համար հենց այս գործառութային կողմն ենք փորձում էլի վերհիշել, որպեսզի այդ կապերը արդեն աշճանաբար փորձենք կառուցել։ Այս առումով մշակույթի կարևոր գործառույթներից արժի հիշատակել ոչ միայն վերարտադրողականը, որտեղ մշակույթի միջոցով ոչ միայն մենք վերարտադրում ենք մեզ, այլ նաեւ դա եւս 3 կարևոր գործառույթներ, հա, դրանցից մեկը դա հաղորդակցական գործառույթն է, այսինքն որպես հանրույթ մենք ինքներս մեզ վերարտադրենք, մեզ պետք է որ մենք անդամներով իրար հետ կապ ունենանք, այսինքն կոմունիկացվենք, հաղորդակցվենք, որպեսզի ձևավորվի այդ հանրույթը։ Եվ այստեղից նաև հաղորդակցական գործառույթից բխում է նաև մեկ այլ կարևոր գործառույթ, դա այն է, որ երբ որ մենք վերարտադրության համար հաղորդակցվում ենք, կազմակերպվում ենք, այդ գործառույթի շնորհիվ ձևավորվում է
համախումբ, այսինքն հանդույթ, եւ այդ առումով մշակույթը իրականացնում է համախմբման, այսինքն ինտեգրման գործառույթ, ինքը անընդհատ համախմբում է իր անդամներին արժեքների շուրջ, գործողությունների շուրջ, այդ իմաստների, ճիշտ համարվող իմաստների շուրջ, սխալ համարվող իմաստների դեմ եւ այդ ճիշտ համարվող իմաստներից բխող ճիշտ գործողությունների շուրջ, որոնք որ քեզ օգտակար են, որ դու որպես անհատ եւ որպես հանդույթ անդադ իրականացնես, որպեսզի ոչ միայն ապրես, այլ նաեւ լավ ապրես, գեղեցիկ ապրես, իմաստավորված ապրես, բարու ու չարի այդ բարոյական ապրես, որտեվ կա այդ չէ, այդ բոլոր բաները սահմանումները այդ վերևից եկած այդ վաղ շրջանի մշակույթներում եւ այստեղ գալիս է նաեւ մի շատ կարեւոր բան, մշակույթը ունի նաեւ ադապտատիվ, այսինքն հարմարեցնող գործառույթ, որը աշխատում է ոչ միայն սեփական անդամների, իր հանդույթի անդամների հանդեպ, այսինքն այդտեղ հիմնական ադապտատիվ գործառույթը գործում է նոր ծնված, այսպես ասած, հանդույթի անդամներին, իրենք, այսինքն այդ երեխաները ադապտացվում են մշակույթին, հետո ինտեգրվում են, այլ նաև շատ հաճախ միշտ էլ հանդույթների հասարակությունների կյանքում ինչ-որ նոր անդամներ են հայտնվում միգրացիաների պատճառով կամ պարզապես ինչ-որ դրսից եկած մարդիկ, հա, ասենք օրինակ հիմա մեր մոտ, ասենք ռուս փախստականներն են, չէ, իրանց պատերազմի հետևանքում Հայաստան փախած այդ հսկայական խումբը փախստականների կամ Հնդկաստանից աշխատանքային միգրանտները, մեր աֆրիկյան տարբեր երկրներից եկած միգրանտներ, մենք այսօր աշխատանքային էլի, որոնք որ սկզբնական շրջանում, ասենք օրինակ, եւ հասարակությունն է դժվար ընկալում իրենց եւ իրանք էին դժվար, ասենք օրինակ հնդիկ աշխատավոր միգրանտները իրենց մոպեդները քշում էին Հնդկաստանի ձևով, խառախուռը, քաոտիկ, եւ այդտեղ շատ այդպես ասած վրաերթային իրավիճակներ էին առաջացնում, ինչեւ իրենք հասկացան, որ մեր մոտ ինչպես է երթևեկությունը գործում, իհարկե մեր մոտ էլ իդեալական չի, մեր մոտ էլ մեր քաոսը իր օրենքները ունի, իրանք մեր քաոտիկ երթևեկության օրենքները յուրացնեցին, չէ՞, ասես կիսա քաոտիկ, կիսա օրինական։ Եվ հիմա ավելի քիչ են իրենք այդպես վթարային իրավիճակներ ստեղծում, այսինքն մի կողմից ադապտացվել են, հետո ասենք օրինակ ես ապրում եմ մի թաղամասում, որտեղ որ այդ թաղամասի ժողովուրդը սկզբից երբ որ Հնդկաստանից եկած եւ Իրանից եկած միգրանտներ կային, ապրում էին տարբեր տներում վարձով, շատ այսպես անսովոր էին իրենց վերաբերվում, իսկ հիմա շատ իրար հետ ջերմ հարաբերություններ ունեն։ Մեր թաղի գլխավոր խանութում ամենակարևոր, այսպես ասած, դեմքերից մեկը Ագումով հնդիկ է, որի անունը չեմ տալիս, շատ հետաքրքիր եւ շատ բան, այդպես գրավիչ երիտասարդ, ով շատ մաքուր արդեն հայերենի է տիրապետում, կատակներ է անում, իրան բոլորը սիրում են, այսինքն մենք ունենք արդեն մեր նույնիսկ թաղային այդ միջավայրին ադապտացված եւ արդեն ինտեգրման փուլում գտնվող միգրանտային համայնքներ, ունենք նաեւ ռուս փախստականներ ապրող, որոնցից որոշները բարև ձեզ են ասում, իհարկե հնդիկներն ավելի արագ են յուրացնում մեր լեզուն, քան ռուսները, որովհետեւ կա տարբեր մշակույթներ, տարբեր ձևով են նաեւ ինտեգրվում ու ադապտացում մեկ այլ մշակույթի, հա։ Ինչի՞ եմ ես այսպես մանրամասնում գործառույթներ, որովհետեւ այս գործառույթները ուղղակի եւ անմիջականորեն կապված են քաղաքականության հետ, որովհետեւ այս կապը մենք փորձենք բացահայտել եւ հասկանալ, երկու այդպես ձևակերպել տանք քաղաքականությանը, ինչ է քաղաքականությունը, բայց կտանք քաղաքականության ավելի շատ մշակութաբանական հասարակագիտական ձևակերպումներ, որովհետև մեզ այս տեսանկյունից է հետաքրքրում քաղաքականությունը, այլ ոչ թե խիստ քաղաքագիտական։ Այս առումով մեր համար բավականին գրավիչ ձևակերպում է այն, որ քաղաքականությունը դիտվում է որպես արժեքների ձևավորման ուղղված գործողություն, ձևավորմանը, պահպանմանը եւ վերարտադրությանը։ Տեսեք, ինչ անսովոր, անսպասելի ձևակերպում է։ Դե մենք գիտենք, որ քաղաքականությունը դա ուղղակի կապված է իշխելու, ասենք, այդ ռեսուրսների տնօրինմանը մոտ լինելու, որպեսզի հարստանաս դու այդ իշխանություն ձեռք բերելով, իշխես մյուսների վրա, ճնշես իրենց, ինքնահաստատվես եւ այլ, չէ՞, այդ վատ կողմերը գիտենք իշխանության, բայց իշխանությունը ունի, բարձվում է առաջին հերթին կազմակերպչական մշակութային կարևոր գործառույթ եւ դա սեփական ինքնությունը եւ սեփական մշակույթը եւ սեփական արժեքների ձևավորմանը հասարակությանը կազմակերպելուն ուղղված գործողությունն է եւ կազմակերպված գործողությունն է արդեն հասարակության ինքնակազմակերպված
սեփական արժեքներ, այսինքն այդ ճիշտ համադրող իմաստների, ճիշտ գործողությունների, պրոդուկտիվ գործողությունների, արդյունավետ գործողությունների եւ դրանց արդյունքում ստեղծված այդ արդյունքների ամբողջությամբ պահպանումը եւ դինամիկ կամ ասենք պարզ վերարտադրությունը։ Հետաքրքիր է, բայց ինչպես է իրականացվում այդ քաղաքականությունը, եթե մենք ասում ենք, որ դա կազմակերպված գործողություն է։ Եվ այստեղ շատ կարևոր է մեզ համար, երբ որ քաղաքականություն դիտում ենք մշակութային համատեքստում, քաղաքականության մեկ այլ ձևակերպում, որը բավականին տարածված ձևակերպում է, խոսքը վերաբերում է նրան, որ ընդունված է համարել քաղաքականությունը էլի գործողություն, որն ուղղված է իշխանության ձևավորմանը։ Այսի ավելի մոտ է, այսպես ասած, մի քիչ համընդհանուր առօրյա ընկալմանը քաղաքականության, որտեղ այո, մենք տեսնում ենք, որ քաղաքական տարբեր խմբեր պայքարում են տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ձևերով, ավելի վաղ շրջանում շատ կոշտ է եղել այդ պայքարը, սպանություններ, դավադրություններ, հիմա սպանություններ ավելի քիչ են քաղաքակիրթ ավելի հասարակություններում եւ կա էլի այդ պայքարը իշխանության ձևավորման համար, բայց հարցը առաջանում իսկ հասկանալի է, որ պետք է կազմակերպվել եւ պետք է ունենալ իշխանություն, ընդհանրապես որն է այդ իշխանության անհրաժեշտություն եւ գլխավոր ֆունկցիան հենց մշակութային տեսանկյունից, հա։ Պարզվում է, որ մշակույթի մեր հիշատակած այդ ամենավաղ փուլում, մինչ արդիական փուլում, որտեղ որ հենց քաղաքականություն մշակույթ այդ հիմնարար ամենանախնական եւ առաջնային կապերն են ձևավորվում, պարզվում է այդ շրջանում իշխանությունը ինքը հենց ուղղակիորեն կապվում է մշակույթի այդ աստվածային ծագման, այսինքն վերմարտկային ծագման հետ։ Պարզվում է, որ իշխանությունը ինքը նույնպես ունի վերմարտկային ծագում, որովհետև հենց դրա շնորհիվ է, որ իր լեգիտիմությունը ապահովում է։ Այսինքն, եթե մշակույթը իմաստների այդ ամբողջությունն է, չէ, որի կենտրոնում նստած է մարդը, բայց այդ վախնական շրջանի պատկերացումների համաձայն այդ բոլոր իմաստները, բոլոր տեխնոլոգիաները, դրանք աստվածային ծագում ունեն, ապա դու չես կարող այդ երևույթի պահպանման գործը եւ դրա ձևավորման կազմակերպումն ու վերարտադրության կազմակերպումը իրականացնես, եթե դու ինքդ չունես աստվածային ծագում։ Միայն այդ վերմարտկային ծագման շնորհիվ է, որ դու որպես իշխանություն այդ տիպի մշակութային մտածողության համատեքստում ստանում ես լեգիտիմություն, այսինքն համարվում ես մեկը, որը որ կարող է զբաղվել քո արժեքների արտադրության, վերարտադրության պահպանման այդ գործով։ Եվ շատ հետաքրքիր է, որ այստեղ մենք տեսնում ենք այդ իշխանության, առնչվում ենք իշխանության մասին պատկերացումների մեկ այլ շատ այդպես տարածված եւ հետաքրքիր ու կարեւոր մոտեցման, իշխանությունը նաեւ զորավոր է։ Այդ զորավորության հատկանիշը, բայց տեսեք, այստեղ մենք էլի պետք է հասկանանք ինչ է առաջին հերթին մշակութային տեսանկյունից հասկացվում զորավոր լինելու տակ, իշխանությունը զորավոր է։ Սովորաբար ավելի պրագմատիկ մտածողություն ունեցող մարդը դրա տակ հասկանում է կոշտ ուժի այդ կարողությունը, որի միջոցով իշխանություն ունեցողը ճնշում է մյուսին եւ ենթարկում է մյուսի գործողությունները իր գործողության, որովհետեւ դա նույնպես իշխանության մասին տարածված ընկալումներից է, չէ՞, որ դու իշխանությունը հատկություն է, երբ մի ուժը մյուսի գործողությունները ենթարկում է իր գործողությունները, իր կամքին, այսինքն։ Բայց այստեղ պարզվում է, որ զորությունը մշակութաբանական տեսանկյունից ավելի խորքային իմաստ ունի եւ զորությունը դա հենց առաջին հերթին կապվում է այդ արարելու եւ պաշտպանելու հատկության հետ։ Շատ հետաքրքիր է, երբ որ մենք փորձենք այսպես մտովի վերհիշել իսկ ով է ամենազորավորը, չէ՞, մարդկային ընկալումների մեջ համարվել մինչ արդիական շրջանում եւ նաեւ կրոնական մտածողություն ունեցող այսօրվա հանրիկներում մարդկանց մեջ, ապա ամենազորավորը դա Աստված է։ Իսկ ինչի է Աստված զորավոր։ Աստված զորավոր է ոչ թե նրա համար, որ ինքը կարող է սպանել, վնաս տալ, ինչպես չէ, չարուժերը, սատանան կամ ստորերկրի այդ վիշապները, այլ Աստված զորավոր է նրա համար, որ ինքը կարող է արարել, ստեղծել։ Տեսեք, նույնիսկ քրիստոնեական առասպելաբանության մեջ Աստծո զորություն հենց ամեն ինչի ստեղծելով է սկսվում, արարելով, այսինքն զորությունը կապվում է արարչագործության հատկության հետ։
Բայց նաև այստեղ մի շատ հետաքրքիր գործառույթ է բացահայտվում իշխանության, երբ որ դու ունես արարչագործական հատկություն որպես իշխանություն, այսինքն արարում ես մշակույթը, արարում ես առաջի գութանը, առաջին ադորը, առաջին դարբնի մուրճը, առաջին արեստները, ամեն ինչը դու ես արարում, ինչպես է պետք պատրաստել կենցաղային իրեր, դրանք բոլորը մարդը չի ստեղծում, ասենք օրինակ արեստների մեջ, օրինակ Ստեփանոս Օրբելյանը Միջնադարում երբ որ խոսում է արհեստավորների մասին, իր Սյունիքի պատմության մեջ, ինքը ասում է, որ արհեստավորները նման էին Աստծուն, որոնք որ արարում էին բարիքներ, այդ ինչը որ պետք էր հանրույթին եւ ստանում էին իրենք, իսկ այդ պատկերացումների համաձայն արհեստավորները այդ գործողությունը, ասենք օրինակ ինչ որ մի բան պատրաստելու ունակությունը, երբ որ ամենաառաջին անգամ մարդը մի բան կարողացել է պատրաստել, դրա մասին իրենք այդ ինֆորմացիան ստանում էին վերին ուժերից, հա։ Այսինքն ինչի եմ ես սա ուզում իմանանք եւ կարեւորենք, որովհետեւ իշխանության բազային ուժը դա արարչությունն է, բայց շատ հետաքրքիր է, որ որպեսզի դու կարողանաս որպես հանրույթ քո իշխանության միջոցով արարես ինչ-որ մի բան, դու պետք է նաև հետո կարողանաս դա պաշտպանես։ Դրա համար իշխանության աստվածային ծագում ունեցող լեգիտիմ իշխանությունը պետք է ունենա նաև պաշտպանության հատկանիշ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նաև, որ այդ շրջանի ընկալումների մեջ, մինչ արդիական շրջանի մշակութային մտածողության մեջ, արարիչ աստվածները դրանք նաև պատժիչ ֆունկցիա ունեին, բայց իրանք ում էին պատժում։ Իրենք պատժում էին չար ուժերին, իսկ ովքեր էին չար ուժերը, ովքեր որ փորձում են քո արժեքները, այսինքն արարչության արդյունքները վնասել, վերացնել։ Օրինակ հնդեվրոպական մտածողության մեջ, մշակութային մտածողության մեջ դա արտացոլվում է անθρωպամարտի կի կերպարում։ Վաղ շրջանի անθρωպամարտիկները դրանք արարիչ աստվածներն էին, ովքեր որ միևնույն ժամանակ անընդհատ կռվում էին կայծակներով իրենց, որպես զենք, սպանում էին վիշապներին, ովքեր փորձում էին արարչության արդյունքները վնասել եւ հանրության կյանքը կոսմոսից քաոսի վերածել, այսինքն սարքել անտանելի, դարձնել ինչ-որ sense ոչ մշակութային, կործանել քո ինքնությունը, հա։ Եվ այստեղ այս իշխանության աստվածային ծագման մասին պատկերացումը եւ նրա հատկանիշների մասին պատկերացումը շատ հետաքրքիր ձևով փոխանցվում է հենց ռեալ կյանքում հանրույթի իշխանությանը, եւ այդ իշխանությունը կարող է համարվել իշխանություն, եթե ինքը ամենալավն է հասարակության մեջ, հա, ամենահմուտն է արարելու, ստեղծելու սեփական մշակութային արժեքները կամ դրանք վերարտադրելու, վերաիմաստավորելու, դրա իմաստները էլի պատմելու, տարածելու գործում եւ նաեւ ամենաուժեղն է, որը կարող է դրանք պաշտպանել։ Եվ այստեղ մենք տեսնում ենք մեկ այլ կարևոր հատկանիշ իշխանության մշակութաբանական, այսպես ասած, պատկերացումների հետ կապված, դա իշխանության ինքը իշխանավորի հոգ տանելու հատկանիշն է։ Իշխանավորը ինքը, տեսեք, բարի է, եթե ինքը կարող է հոգ տանել հանրույթի մասին, որը եթե ինքը կարող է նա պաշտպանել հանրույթին եւ այլ, ինչի մասին մենք խոսեցինք, դրա համար նաեւ կա այդ պաշտպանող եւ արարող հատկանիշի հետ միասին փրկչային միսիան, փրկչային առաքելությունը իշխանավորի։ Տեսեք, մեր մոտ մինչև այսօր այս մեր հայ հասարակության մեջ հայաստանյան անդադ տարբեր տեսակի փողոցային այդ ակցիաները, չէ, բողոքի ակցիաները իշխանության, որ մարդիկ ուզում են մեկը գա, որ Հայաստանը դարձնի լավը, փրկիչ են ման գալիս մերանք, չէ, ասում են մենք գնանք օգնենք այդ նոր հեղափոխություն անողին, ինքը այս չար վիշապային ուժին տապալի, որովհետև մեր մոտ միշտ իշխանությունը երբ որ մի քիչ սկսում է կոռումպացվել, մենք իրան ընկալել ենք որպես չարիք, այդ չարիքից ազատվելու համար մենք մեկին պաշտպանենք, հետո ինքը մեզ կփրկի, մենք բան պետք չի անենք, բայց իրականում այդպես չի լինում, որովհետև այս ժամանակակից հասարակություններում իշխանությունը փրկչային ֆունկցիա չի կրում, դա եղել է մինչ արդիական հասարակություններում։ Բայց գանք հոգ տանելու խնդրին։ Ինչ հետաքրքիր է, այստեղ ենթատեքստ կա հոգ տանելու հատկության մասին իշխանության, որպեսզի իշխանությունը հոգ տանի հանրության մասին, իշխանավորը
ինքը պետք է առաջին հերթին հոգ տանի իր մասին։ Բայց այստեղ շատ հետաքրքիր է, որ դրա տակ հասկացվում է ոչ թե հոգ տանել, այսպես ասած, նյութական իմաստով միայն, ինչը որ այսօրվա մեր մտածողությանն է էլի բնորոշ, որովհետև երբ որ ասում են դու քո մասին հոգ տար, այդ ոնց որ դու մտածի ավելի շատ փող կուտակելու, փող աշխատելու, քո ընտանիքը լավ պահելու, մյուսները կարևոր չեն, չէ, ասենք, պարզվում է, որ իրականում շատ ավելի խորը իմաստ է դրա տակ դրված, հոգ տանել ասելով, իշխանությունը պետք է հոգ տանի ինքը իր մասին, վերաբերվել է ինքնազարգացմանը, այսինքն իշխանավորը պետք է զբաղվի ինքնազարգացմամբ, որպեսզի ինքը հոգ տանի իր մասին, որպեսզի ինքը կարողանա հոգ տանի հանրույթի մասին, որովհետև եթե ինքը իր մասին հոգ չի տանում, ինքը տգետ է, ինքը չի տիրապետում իր մշակութային արժեքների ողջ, ասենք, իմաստներին, հարստությանը, դիապազոնը չունի, որ ինքը ծածկի ամբողջ մշակույթը, ինքը չի կարող հոգ տանել, որտեղ ինքը չի հասկանա, ասենք օրինակ, ինչա լավ երաժշտությունը, ինչա լավ պոետիկան, ինչա լավ թատրոնը, չէ, ասենք մեր թագավորները օրինակ վերցնելով հռոմեացի եւ հույն, ասենք այդ բաներից, թագավորներից իրենք թատրոն էին ստեղծում Արտաշատ մայրաքաղաքում եւ մենք գիտենք այդ հայտնի հիշատակությունը, չէ, այդ թատրոնի ժամանակ, որ բերում են բանի, կարծեմ Կյուրոսի գլխատված գլուխը, չէ, բանը։ Եվ մենք պեղումների ժամանակ անդադ բացահայտում ենք բաներ, որոնք որ խոսում են այդ իշխանավորի ինքը իր մասին հոգ տանելու մասին։ Օրինակ հունական անտիկ աշխարհում կամ ասենք տարբեր տեղ նույն շումերների նաև մշակույթում շումերական մշակույթում շումերները իրենց պատկերացնում էին որպես քաղաքակրթություն կրողներ եւ իրենց միսիան է թել 4000 տարի 5000 տարի առաջ մեր թվարկությունից 3000 տարի առաջ է ձևավորվել շումերական այդ քաղաքակրթությունը եւ իրենց միսիան առաքելությունը համարում էին քաղաքակրթությունը աշխարհով ուրիշների վրա տարածելը նաեւ նույն կերպ ասենք տեսեք մենք այդ ինքնազարգացման ինքնակրթման բանը տեսնում ենք, ասենք օրինակ ամենահայտնի բան չէ, բաներից իշխանությունը ներկայացնող այդ դեմքերից մեկի Ալեքսանդր Մակեդոնացու, չէ, ամենահայտնի կայսրերից։ Ինչ է ինքը անում, ինքը սովորում է Արիստոտելի մոտ։ Այդ ժամանակվա աշխարհի հայտնի գիտնականի ու փիլիսոփայի, չէ, ու ինչն է ինքը իր միսիան համարում ինքը համարում է, որ իրանք են քաղաքակրթվածները, մշակույթ կրողները եւ մնացած բարբարոսների քաղաքակրթությունը։ Այսինքն մենք միշտ տեսնում ենք, որ իշխանությունը զուգակցվում է մշակույթի տարածման, արժեքների տարածման, քաղաքակրթության տարածման հետ եւ դրա համար պետք է իշխանավորը հոգ տանի իր մասին, բայց իշխանավորը հոգ տանի իր մասին ոչ միայն մտավոր, հոգեվոր արժեքների յուրացման, այստեղ շատ կարևոր է նաեւ ինքը պետք է լիներ ամենաուժեղ ռազմիկը։ Դրա համար նաեւ նույն Մակեդոնացու մասին, որ մենք կարդում ենք, ինքը տեսեք կամ բոլոր թագավորները, չէ, ասենք պատերազմի ժամանակ իրենք առաջնորդել են զորքը, եղել են գլխավոր հրամանատար, այսինքն իրենք ամենալավն են հասկացել ռազմական գործը, բավական չի եղել են ստրատեգներ եւ տակտիկները, այլ նաեւ ամենալավ կռվողներն են եղել, զենքին տիրապետողներ, որտեղ անդադ իրենք մենամարտեր էին անցկացնում, նաեւ հիշում ենք այդ ասպետների շրջանը, երբ այդ հատուկ խաղերի ասպետական խաղերի շրջան կար, որտեղ իրենք մրցում էին իշխանները եւ ցույց էին տալիս իրենց այդ ուժին տիրապետել եւ դա հենց այդ է, որ իրենք ցույց են տալիս, որ իրենք տիրապետում են եւ պոեզիայի եւ երաժշտության, այսինքն եւ արվեստներին եւ նաեւ կարող են պաշտպանել իրենց մշակույթը եւ հասարակությունը։ Այս իշխանությունը եւ իշխանության լեգիտիմության մասին պատկերացումները մինչ արդիական շրջանի մշակույթներում եւ սա է որ քաղաքականությունը մշակութային, այսպես ասած, համատեքստ սկսում է ընկալելի դարձնել, բայց ամեն ինչ իհարկե չի մնում մինչ արդիության շրջանում եւ սկսում է տեղի ունենալ էական փոփոխություններ, որոնք որ բերում են իշխանության ձևի փոփոխությանը եւ ոչ միայն իշխանության ձևի փոփոխությանը, այլ նաեւ իշխանության ձևավորման մեխանիզմների փոփոխությանը, երկրորդ եւ երրորդ իշխանությունը
իրականացնող սուբյեկտի փոփոխության, այսինքն ով կարող է լինել իշխանություն, այդ սուբյեկտն է փոխվում ժամանակի ընթացքում։ Եվ ինչպես այդ փոփոխությունը տեղի ունենում, որպեսզի սա հասկանանք, մենք նորից պետք է իշխանության եւ քաղաքականության բնույթի փոփոխությունը հասկանալու համար պետք է հասկանանք ինչ սոցիալ-մշակութային փոփոխություններ է տեղի ունենում մարդկության հետ, հատկապես միջնադարում։ Որպեսզի դա հասկանանք, մենք լավ կլինի, որ ծանոթանանք մի երևույթի հետ, որը ընդունված է մշակութային, հումանիտար եւ հասարակական գիտություններում անվանել փոխանակային հարաբերություններ։ Փոխանակային հարաբերությունները ընդհանրապես առանձնացվում է 3 մակարդակ փոխանակային հարաբերությունների։ Առաջինը նշանների փոխանակությունն է, նշաններ լայն իմաստով, որպեսզի մենք առօրյա ընկալումով չհասկանանք, այսինքն դա պարզ նշանները չեն, այլ դա եւ խորհրդանշաններն են, եւ խոսքն է, եւ խորը իմաստներն են, այսինքն նշաններ ասելով մենք նկատի ունենք այն ամենը, ինչը որ կապված է մտքերի, գաղափարների աշխարհի հետ, որոնք որ ունենում են տարբեր ֆորմաներ, հա, դա կլինի խոսքային ձևը, տարբեր ձև է, դա կլինի սիմվոլիկ ձևը, դա կլինի սիմվոլիկ գործողությունը, դա կլինի ծեսը, դա կլինի արարողությունները, տարբեր դրանք բոլորը նշանների մեծ համակարգ է, որը որ մշակույթի ամենակարևոր շերտերից մեկն է եւ որը որ մարդիկ պետք է անընդհատ փոխանակեն, այդ մշակույթի կոմունիկատիվ հաղորդակցական գործառույթի շնորհիվ դա անընդհատ փոխանակվում է հասարակության մեջ, որի շնորհիվ հասարակությունը համախմբվում է հենց այդ նշանային բովանդակությունների, գաղափարների, այդ հոգևոր մտավոր արժեքների շուրջ, որոնք որ այդ նշանների մակարդակում են գտնվում, հա։ Երկրորդ կարևոր փոխանակային հարթությունը դա նյութական բարիքների փոխանակությունն է։ Նյութական բարիքները մենք բոլորս հասկանում ենք ինչ է, երևի կարիք չկա դա բացատրելու, բայց տարբեր դարաշրջաններում այդ բարիքները տարբեր ձև են փոխանակվել, մինչ արդիական շրջանում դա հիմնականում եղել է, այսպես ասած, շահագործողական հարկադիր ենթակայական մեխանիզմը, երբ իշխանություն ունեցողը հարկազանքի միջոցով բարիքներ է ստեղծել տվել, ասենք, այլ խավերի, որոնք որ ավելի իրավազուրկ են եղել, ասենք ստրկատիրության շրջանում դրանք եղել են ստուկները, որոնք համարվել են, որ պատկանում են հենց տիրոջը, կամ ասենք ֆեոդալիզմի շրջան մի թեթև ավելի թեթևացված տարբերակն է ստրկատիրոջ, որովհետև էլի ճորտը պատկանել է ֆեոդալին, իր սեփականությունն է եղել, ինքը իրավունք չի ունեցել սեփական մարմնի հանդեպ, բայց նաև ավելի թեթև մի քիչ թեթևացված պայմաններում է ապրել, հա, ասենք ինքը ունեցել է ազատ օրեր, որ կարող էր իր հողի վրա աշխատել եւ այլ եւ այլ։ Այդպես չի եղել, որ ասենք լրիվ ստրուկի վիճակում է եղել։ Տեսեք, այստեղ էլի նյութական բարիքների փոխանակությունը վերևից ներքև է, այսինքն իրավազուրկ խավերը ստեղծում են, իսկ իշխող խավերը հիմնականում դրանք կուտակում են իրենց մոտ եւ այդ բարիքները վայելողն են, որովհետեւ նաեւ իրենք հասարակության մեջ ամենակարևոր դերը իրականացնողներն են, չէ՞, այդ հասարակության պահապաններն են եւ այսպես ասած վերարտադրողները։ Երրորդ շերտը մեր համար այսօրվա ժամանակակից ժողովրդավարական հասարակությունների, քաղաքակիրթ հասարակությունների համար մի քիչ վայրենի կարող է հնչել, հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից, բայց մշակութային այդ շրջանի բանը մնում է փաստ եւ մենք պետք է այդ մասին որպես մշակութային ոլորտի մասնագետներ խոսենք, դա կանանց փոխանակությունն է։ Իհարկե շատ կոպիտ չպետք է հասկանալ, չպետք է ընկալել այնպես ինչպես որ կինը նույնացվել է առարկայի կամ իրի հետ, այստեղ ընդամենը խոսքը գնում է էլի մշակութային բանի համատեքստում ինցեստուալ կապերը կանխելու համար են եղել այդ կնոջ փոխանակության հատուկ մեխանիզմները, ասենք այնտեղ նույն կլանի ներսում չէին կարող ամուսնական կապեր հաստատել եւ չէին կարող երիտասարդ տղաների համար հարսնացուներ վերցնել, այնտեղ հատուկ համակարգեր կային, ասենք մի կլանից անպայման մյուս կլանն էր վերցնում եւ այն մյուս, ասենք A կլանը F կլանից էր աղջիկներ վերցնում, B կլանը չէր կարող F կլանից վերցնել, նա պետք է H կլանից վերցնել, H կլանից վերցնել, այսպես հստակ կանոնակարգված էր այդ ամեն ինչը։ Ինչ եմ ես սա ասում, որովհետեւ այս փոխանակային հարաբերությունների փոփոխությունն է որ բերում է քաղաքական համակարգերի փոփոխության եւ իշխանության բնույթի փոփոխության։ Ինչը տեղի ունենում միջնադարում։ Միջնադարում տեղի ունենում մի քանի հիմնական բաներ, որոնք որ ազդում են այս փոփոխությունների վրա եւ շատ հետաքրքիր փոփոխություններ առաջացնող բաներից մեկն էլ
կարող է մի քիչ տարօրինակ թվա մեր համար, որ դա ոչ այդպես մշակութաբանական երևույթ է թվում, ոչ այդպես քաղաքական խիստ իրադարձություն է թվում, խիստ այդպես բանը կարևոր այդ բաներից մեկը, ազդող գործոններից մեկը դառնում է ժանտախտը։ Իհարկե, մինչև այդ, թե ինչպես է ժանտախտը ազդում սև մահը, ինչպես է ազդում այս process-ները, դա հիմա ավելի մանրամասն կխոսենք, բայց իհարկե մինչև ժանտախտի առաջացումը արդեն որոշակի process-ներ փոխանակային հարաբերություններում սկսել էին։ Խոսքը վերաբերում է նրան, որ սեփականության բարիքների, նյութական բարիքների արտադրության եւ փոխանակության process-ում հայտնվում էին նոր դերակատարներ։ Դրանք, այսպես ասած, վաղ շրջանի փողատերներն էին, կապիտալիստները, հա, այսօրվա լեզվով ասած, որոնք ի հայտ էին գալիս ազնվականներին զուգահեռ։ Իրենք ազնվական ծագում չունեին, բայց զբաղվում էին առևտրով եւ մեկ էլ տեսնում էր իրենք սկսում են հարստանալ։ Օրինակ, մեր հայկական միջավայրում հայտնի է, որ 1200-ականներին արդեն դեռ 13-րդ դարում օրինակ Տիգրան Հոնենց հայտնի, բոլորս մենք երևի գիտենք Տիգրան Հոնենցի եկեղեցին, որը գտնվում է Անի մայրաքաղաքում, չէ՞։ Տիգրան Հոնենցը ինչի է կոչվում նախ եկեղեցին Տիգրան Հոնենցի, Անին պատկանում է Զաքարյան իշխաններին։ Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա Ավագ Զաքարյանի բանն էր, հա, կալվածքն էր։ Ամեն դեպքում Զաքարյանների կալվածքն էր եւ իրենց սեփականությունն էր, այսինքն։ Բայց Անի կեսը համարյա թե այդ թվում նաև այդ Հոնենցի այդ եկեղեցու տարածքը, որտեղ հետո եկեղեցին է կառուցվում, գնում է մի մարդ, որը ազնվական չի, այլ որը որ հարստացել է առևտրի շնորհիվ եւ այսպես ասած այսօրվա անկալմամբ ձեռներեցության եւ գործարար հատկանիշներ դրսեւորելու շնորհիվ եւ ինքը կարողանում է քաղաքի ամենա կեսը գնել Զաքարյանից։ Նույն ձև մենք գիտենք, որ Գոշավանքը արձանագրություն կա, որ Գոշավանքը ում եք անունով այդ մարդը, ով ազնվական չէ, գնում է էլի այդ բանից, ազնվական իշխանից, այն էլ հսկայական գումարով։ Գոշավանքը եւ իր տիրույթները ամբողջ 40,000 դուկատով։ Մենք այստեղ նաեւ տեսնում ենք, որ արդեն Հայաստանում շրջանառվում էին միջազգային դրամներ, եւ մենք հասկանում ենք, որ Հայաստանում արդեն կային միջազգային առևտրով զբաղվող խավեր այդ ժամանակ, որոնք որ սկսում են մրցակից դառնալ ազնվականությանը։ Այս process-ը շատ էականորեն փոփոխվում է հենց սև մահի ազդեցության տակ։ Ինչ է բերում սև մահը, ես շատ կարճ ասեմ, ինքը առաջացնում է մեծ թվով մահեր, հսկայական կեսից ավելը բնակչության կոտորվում է, հա, եւ դա բերում է աշխատուժի պակասի, ֆյոդալների կալվածքներում, ասենք, բանը, եղել են ֆյոդալներ, որ 2-3 ճորտ են մնացել ամբողջ այդ տարածքի համար, եւ այստեղ առաջանում է մի բան, որ այդ ճորտերը, ովքեր որ ունեին իրենց օրերը, որ իրենք պետք է իրանց հողի վրա աշխատեին, աշխատուժի այս դեֆիցիտի շնորհիվ պահանջարկը բարձրանում է եւ իրենք սկսում են վարձով աշխատել այդ ֆյոդալների մոտ, ովքեր չունեն սեփական ճորտերը։ Եվ այս վարձու աշխատուժի մեծ պահանջարկ է առաջանում եւ գինը բարձրանում է։ Եվ այս վարձու աշխատողները ինչ որ մի պահ կարողանում են ազդել իշխանությունների վրա, որոնք որ օրենք են ընդունում, օրինակ Անգլիայում 13-րդ դարում օրենք է ընդունվում, թե 14-րդ դարի սկզբին աշխատավորների իրավունքների պաշտպանության մասին, որը որ մեծացվում է ճորտերի սեփական հողի վրա աշխատելու օրերը, շաբաթվա մեջ 3 օրից դառնում է 6 օր։ Մի օրն է ինքը ընդամենը աշխատում ֆյոդալի հողի վրա։ Սա բերում է նրան, որ ձևավորվում է վարձու աշխատող եւ սա ամենակարևոր արդյունքներից մեկը, մարդը, ով որ իրավունք չուներ սեփական մարմնի հանդեպ, ճորտը, ինքը իրավունք է ձեռք բերում իր մարմնի հանդեպ։ Ինչա ստանում, ինքը դառնում է իր մարմնի սեփականատերը, այլևս ճորտը չի իր այդ ֆյոդալը չի իր մարմնի սեփականատերը, որովհետև ինքը կարող է իր մարմինը աշխատեցնել այստեղ այնտեղ, ոնց որ ուզում է տնօրենի, հա, ասենք, բայց հետաքրքիր է, որ այս երևույթը այլ կերպ ազդում նա, օրինակ արվել է եվրոպական երկրներ եւ Ռուսաստան, այստեղ ընդհակառակը գործում են ռեպրեսիվ մեխանիզմները եւ ինչ են անում ֆյոդալները, իշխանությունը, ցարը, ասենք, օրենք ընդունում, որ
Ոչ թե պետք է ճորտերի օրը երկարացնել, որ նրանք կարողանան վարձով աշխատել, այլ ընդհակառակը ճորտերի ֆեոդալի հողի վրա աշխատելու օրը դարձնում են համարյա ամբողջ շաբաթ է, մի օր են թողում ճորտին, հա, եւ այդտեղ կա այդ հայտնի ասացվածքը ռուսական ֆեոդալիզմի այդ ծանոթության մասին, ահա եւ մուժիկ քեզ յուրայի օրը, չէ՞, ինչա տեղի ունենում նրանց հետ։ Ինչի է սա բերում, սա բերում է քաղաքական տարբեր համակարգերի առաջացման։ Այստեղ շատ կարևոր զուգահեռ process է տեղի ունենում, սկսում են քաղաքների աշխուժացումը, առևտրի աշխուժացումը եւ այստեղ առաջանում են նոր տիպի ինստիտուտներ։ Փակ վանող, կորզող ինստիտուտները քաղաքական եւ տնտեսական ձեռք են բերում ներառական բնույթ, այսինքն աստիճանաբար նշածս երկրների առաջին խմբում սկսում են ընդունվել օրենքներ, որտեղ որ արդեն պարլամենտական կառավարում է դառնում, այսինքն երբ որ բնակչության մեջ առաջանում են խավեր, ովքեր որ այլևս այլ շահեր ունեն, իրենք կարողանում են իրենց շահերը պաշտպանող քաղաքական ուժերին մղել դեպի իշխանություն եւ առաջանում են պարլամենտներ։ Նույն ձև իտալական քաղաքպետություններում, Վենետիկում, Ֆլորենցում, Ջենովայում, մնացած բոլոր քաղաքներում առաջանում են ընտրովի մարմիններ եւ այստեղ փոխվում է նախ անհատի տիպը եւ երկրորդ իշխանության սուբյեկտը։ Եթե անհատը ձեռք է բերում իշխանություն ինքը իր մարմնի նկատմամբ, ինքնասեփականատեր է իր մարմնի, ինքը աշճանաբար նաև ինքն է դառնում բարիքների շատ դեպքերում արտադրողն ու շրջանառողը, այլևս ազնվականը չի դա տնօրինում, ինքը դառնում է, այսպես ասած, նոր արարիչը։ Եթե նախկինում արարչի եւ պաշտպանի ֆունկցիան միայն ընտրյալներինն էր, այսինքն կառավարելու ֆունկցիան, ապա սովորական մարդը արդեն միջնադարի ուշ միջնադարում դառնում է արարչագործության աղբյուր, ինքը ստեղծագործողն է դառնում եւ այստեղ շատ մեծ դեր է կատարում նաեւ գիտության դերի ի հայտ գալը, վերածնունդը եւ լուսավորչական շարժումը Եվրոպայում, երբ որ արդեն նոր ճշմարտություններ ստեղծողները ոչ թե բաներն են սրբազան, այսպես ասած, կարգավիճակ ունեցող հաստատությունները, այլ աշխարհիկ հաստատություններ եւ դրանցում առանցքային դերակատարություն ունեցող մարդիկ։ Եվ աշճանաբար ստեղծվում է այնպիսի իրավիճակ հասարակական կյանքում, որ մշակույթի տեսակետ փոփոխության շնորհիվ, որ նաև ընդլայնվում է այդ հասարակությունում մշակութային դիապազոն, այսինքն միշտ մշակույթը զարգանում է դինամիկ կերպով, նոր տիպի երաժշտություն է առաջանում, նոր տիպի արվեստներ, արվեստի նոր ճյուղեր, կյանքում ի հայտ է գալիս գրականության նոր ճյուղ, տպագրությունն է հայտնվում, տպագիր գիրը, տպագիր գրականությունը, վեպերը, պոեզիան, այս ամեն ինչը սկսում է անդադ sense դիֆերենցվել, ընդլայնվել եւ կառավարող վերնախավերը այդ ազնվականական իրենց մշակութային զարգացվածության աստիճան, այսինքն դիապազոնը տեմպերը չի բավարարում հասարակության զարգացման տեմպերին եւ ստիպված պետք է լինում կառավարելիությունը ապավելու համար փոխել իշխանության տիպը, այսինքն այլևս իշխանություն կրողները դրանք ընտրյալները չեն, այսինքն նրանք ովքեր որ իծանե համարվում էին աստվածային եւ իշխանության լեգիտիմ իշխանության կրողները, այլ ընտրողներն են դառնում իշխանության աղբյուրը։ Իշխանությունը ընտրյալության սկզբունքը իշխանության ձևավորման փոխվում է ընտրության սկզբունքով եւ այստեղ նաեւ հարկադիր ենթակայական մեխանիզմը իշխանության ձևավորման փոխվում է մրցակցային մեխանիզմով, այսինքն իշխանության կարող են գալ նրանք, ովքեր իրենց ստեղծելու ունակությունը հանրության համար բարիքներ արարելու եւ պաշտպանելու այդ ունակության մրցակցել ունակություն ցուցաբերելով, այսինքն օրինակ քաղաքական ծրագրերի, գործողությունների տարածման, քարոզման միջոցով հասարակության լայն անդամների համակրանքն են ստանում եւ իրենք արդեն ձևավորում են իշխանություն։ Այսինքն այդ ավտորիտար համակարգերը աշճանաբար փոխվում են ժողովրդավարական համակարգերով։ Եվ գալով մեր այսօրվա բանախոսության թեմայի ամփոփմանը, ուզում եմ ասել, որ այս process-ների մշակույթի այս նշածս անընդհատ փոփոխության, ընդլայնման, դիֆերենցման, բազմազանեցման եւ դրա արդյունքում քաղաքական համակարգերի եւ իշխանությունների փոփոխությանը զուգահեռ տեղի է ունենում շատ լուրջ մի բան, հա, այսինքն այդ ավտորիտար համակարգից անցումը դեպի ժողովրդավարական։
Սա չէր կարող տեղի ունենալ, եթե չփոխվեր անհատի տիպը։ Ինչա տեղի ունենում, փոխվում է սուբյեկտի, այսինքն ենթակայի իմաստը, բովանդակությունը։ Այս մասին մենք մեր նախորդ խոսակցություններում էլի խոսել ենք, բայց ես ուզում եմ սա նաև փոխկապակցել հենց այսօրվա մեր բանախոսությանը։ Սուբյեկտը, որը որ սուվերենի, այսինքն գերիշխանի, այսինքն աստվածային իշխանություն կրողի ենթական էր, հպատակներ, հպատակի իմաստից այդ ենթակա սուբյեկտի իմաստը դառնում է ինքնիշխանը։ Այսինքն մարդ սուբյեկտը ինքնիշխանություն է ձեռք բերում, քանի որ իրեն վերագրվում է այդ ազատությունը, մտածելու ազատությունը, արարելու ազատությունը եւ կառավարման ինստիտուտների ձևավորման այդ ներառականության շնորհիվ, որը ես ասացի, որ փոխվում են այդ բանը, փակ ինստիտուտները ներառական ինստիտուտներով, ինքը ձեռք է բերում ինքնիշխանություն եւ այդտեղ ծնվում է քաղաքացին, հա։ Եվ այս ոնց որ ասում են լուսավոր նոտայի վրա էլ եկեք այսօրվա մեր բանախոսությունը ավարտենք։ Շնորհակալություն ինձ լսելու համար։